Ավտոապահովագրությունը ազդում է ոչ միայն մարդկանց գրպանի, այլև նյարդերի վրա։ Հոգեբանների կարծիքով մարդիկ ընդհանրապես խուսափում են այն ամենից, ինչը կարող է խախտել սովորական դարձած կենսակերպը։ Եվ անձը առանձին ու նաև հասարակությունը ձգտում է հարմարավետության, ստաբիլության, կայունության։ Եվ ամեն մի նոր փոփոխություն դեռևս գոյություն ունեն անհայտ դժվարություններ, որ ցանկացած մարդ չի ուզում առնչվել դրա հետ։ Եվ այս առումով իհարկե անսովոր է, անորոշ է եւ ցանկալի չէ սովորական ռիթմը փոխել։ Իհարկե կան անձիկ, անհատներ, որոնք արկածախնդիրներ են, նորությունների են ձգտում, նոր փոփոխություններ, բայց ոչ բոլորը։ Անծանոթ երևույթ ասվածը այս դեպքում ավտոապահովագրությունն է, որը թեև մեզ համար դեռևս անընդունելի, սակայն քաղաքակիրթ ապրելակերպին վայել գործընթաց է։ Անընդհանուր չնախատեսված արտակարգ ճգնաժամային իրավիճակներ կան։ Դա չնախատեսված էլեկտրականության հետ կապված խափանումներն են, հրդեհներն են, գազի հետ կապված, մենք սեյսմիկ գոտում ենք ապրում, երկրաշարժերը եւ հարյուրավոր հազարավոր չնախատեսված հավանական սպառնալիքներ, որ մենք դեռևս չգիտենք կամ գիտենք, եւ այս առումով նպատակահարմար է։ Այսուհանդերձ ապահովագրությունը մարդկանց կողմից ընկալվում է առաջին հերթին որպես ավելորդ ծախս, իսկ երբ դրան գումարվում է անվստահությունը, այն դառնում է իսկական գլխացավանք։ Մեզանում հատկապես այս վերջին 15-20 տարիների ընթացքում բավականին շատ դեֆիցիտներ կան։ Հետո նաեւ նյութական գումարը, փողը, միջին եւ ցածր եկամուտներ ունեցող մարդկանց թիվը ճնշող մեծամասնություն է, որոնք հաշվարկում են իրենց աշխատավարձը կամ եկամուտները ամսվա համար, նոր ծախսերը հաշվարկած չեն։ Ըստ երևույթի նաև կասկածամտությունն է գործող օրենքների նկատմամբ, որովհետև շատ հաճախ շատ լավ օրենքներ է մշակում պարլամենտի կողմից, բայց օրենք մշակելը մի բան է, հետևելը ու դա իրականացնելը ուրիշ բան է, որը մեզանում մեծամասնությամբ չի պահպանվում։ Ամբողջ աշխարհում մարդիկ ապահովագրում են ավտոմեքենաները, գույքը, ֆիզիկական առողջությունը, կյանքը եւ էլի ինչ պատահի, սակայն մոռանում են ամենակարևորը։ Հավատացեք, որ հոգեկան առողջությունը, որը թերևս այդպես նկատելի չէ, երևութական չէ, քողարկված է, պակաս չի տուժում։